Եթե նոր-նորքի թաղապետը ծեծի է ենթարկում քաղաքացուն, պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց ինչ պատասխանատվության։ Քաղաքակիրթ երկրներում տարբերակում են իրավական պատասխանատվություն եւ քաղաքական պատասխանատվություն։ Եթե իշխանությունը ասում է, տեսնենք ով է մեղավոր է, թող պատժվի, ուրեմն ինքը խուսափում է քաղաքական պատասխանատվությունից, որտեղ դուք չեք կարող հանրային ծառայողին եւ սովորական քաղաքացուն տվյալ դեպքում դնել նույն հարթության վրա։ Բացի իրավական պատասխանատվությունից, թաղապետը, որը հանրային ծառայող է, պիտի կրի քաղաքական պատասխանատվություն։ Որն է դա։ Քաղաքական պատասխանատվությունը տվյալ դեպքում պաշտոնից հեռացումն է, կամավոր կամ պարտադրված։ Դրա տրամաբանությունը հետևյալն է. եթե քեզ ծաղրում են, թեկուզ նվաստացնում են, թեկուզ հայոյում են, թեկուզ զրպարտում են, եւ դու այն աստիճան ներվերից թույլ ես, որ չես կարողանում դա հանդուրժել, եւ հարձակվում ես մարդու վրա ծեծում ես, ուրեմն դու հանրային ծառայության համար պիտանի չես։ Ուրեմն դու չես կարող լինել 130,000 մարդու պատասխանատուն, թեկուզ թաղային մակարդակով։ 130,000-ը եւ թեկուզ 130-ը այնպիսի մեծ թիվ է, որ միշտ կգտնվեն այդ 130-ի կամ 130,000-ի մեջ, միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կարող են սադրել կամ հայոյել կամ զրպարտել։ Եթե դու ուզում ես լինել հանրային պատասխանատու, քաղաքական պատասխանատու, դու պիտի հանդուրժես, որ քեզ հայոյել, ծաղրել, զրպարտել, անտեղի մեղադրել։ Դա այն գինն է, որը դու վճարում ես, որպեսզի լինես պատասխանատու։ Ու եթե նորից եմ ասում, որևէ իշխանություն տվյալ դեպքում հանրային ծառայողին նոր-նորքի թաղապետին նման հավասարեցնում է սովորական քաղաքացուն, ուրեմն այդ իշխանությունը զբաղված է քաղաքական պատասխանատվությունից խուսափելով։ Սա է դրա անունը։ Քաղաքակիրթ երկրներում, եթե հանրային ծառայողը ընկնի այդպիսի միջադեպի մեջ, այդպիսի ծառայողը ցմա զրկվում է հանրային ծառայություն իրականացնելու հնարավորությունից։ Ոչ իրավական առումով, բայց քաղաքական առումով։ Եթե մենք ուզում ենք կանխել այսպիսի դեպքերը, ապա ճանապարհը միայն դա է։